խայտառակությունը այն ինչ որ տեղի ունենում այդ ադրբեջանական բենզինի ներմուծումը, ակնհայտ է որ դա բացառապես քաղաքական քայլ է։ Ձեր մեքենան ինչ վարելիք է ծախսում։ Ոչ ադրբեջանական բենզին։ Չեք օգտվել այդ բենզալուծակայաններից հայտնի օլիգարխի։ Չէ, միջև դա այդ էլ չեմ օգտվել։ Հիմա որ գովազ չլինի, բայց այլ բենզալուծականներից եմ օգտվել, շարունակում եմ օգտվել։ Եթե շատ էժանանա, շատ հարմար գին լինի, չեք։ Չէ, անվճար է լինի, նույնիսկ այդ բենզինի տեղ փողը տան, բնական է ոչ ես, ոչ բնակչության ճնշող մեծամասնությունը չի պատրաստվում ադրբեջանական բենզին։ Որովհետև դուք եք համարում, որ դրանով դավաճանում եք Եղաբլուրը, դավաճանում եք Արցախը։ Ինչ բացի այդ էմոցիաներից, արդյոք պետք է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության, տնտեսական հարաբերությունների հաստատման։ Իհարկե այո, բայց այդ ամեն ինչին պետք է նախորդի, իսկն Բաքվի բանտում գտնվող գերիների պարագայում, օկուպացված տարածքների պարագայում խոսել էս խաղաղության մասին անմտություն է։ Եվ եթե գնանք տնտեսական մասով, վերլուծություն ունեի, Ադրբեջանը բենզին է ներմուծում։ Իր սեփական սպառման համար բենզին է, Ադրբեջանը բենզին չի արտահանում, Ադրբեջանի արտահանված բենզինը շատ փոքր է, որովհետև նավթը դա այլ բան է, բենզինը նավթից պետք է Ադրբեջանը չունի այդ ռեսուրսները։ Ինքը իր ներքին սպառման համար էլ չասած, որ տարբեր վերլուծություններ, այն բենզինը, որը նույնիսկ ինքը իր ներքին սպառման համար արտադրում է, բավականին անորակ է, դրա համար պրեմիում կարգի բենզին Ադրբեջանը ներմուծում է Ռուսաստանից։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ սա ադրբեջանական բենզին էլ չի։ Իրանք իրենց ներմուծած բենզինը զուտ քաղաքական նպատակներով վաճառում են։ Բայց այո, հոգեբանական քայլ, որտեղ միշտ խոսել են, չէ՞, ադրբեջանական բենզին, բայց այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա։ Բենզինի գնի թանկացման մեջ ոչ թե այդ որտեղից ենք ներմուծում, դա չէ։ Խնդիրը նաև մեր բենզինի հարկերն են, որոնք բավականին բարձր են։ Դա ներքին տնտեսական բան է, այսինքն որ միշտ համեմատում են ըստեղ թանկ, այստեղ էժան, այդ բենզինը բոլոր տեղերը նույն գինն է լինում։ Ուղղակի այդ հարկային համակարգը, որ մեր մոտ բավականին բարձր ակցիզային հարկը, բերում է սրան, երկրներ կան, ընդհանրապես հարկ չկա, նույն Ադրբեջանում, շատ քիչ է, նույն Իրանում եւ այլն։ Բայց Ադրբեջանը ինքը ներմուծում է բենզին, այսինքն լավ Ադրբեջանի դնենք մի կողմ, մեր մյուս հարևան Վրաստանը, որը Ադրբեջանի հետ ունի լավ հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, բայց վրացիք տենց խելք չունեն ադրբեջանական բենզին ներմուծեն, բայց ինչի են վրացիք, որ տենց քթների տակ է, հա, ասենք մի քանի 100 կիլոմետր, մի քանի ժամում այդ բենզինը կգա կհասնի Վրաստան, բայց ինչի է Վրաստանը բենզին ներմուծում ոչ բարեկամական Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Բա մի հատ չենք հարցնում այդ վրացիներին, բայց տենց էս 30 տարի իրար հետ բարեկամական լավ հարաբերություններով ապրել են, տենց չեն ֆայմե որ կարելի էր ադրբեջանական բենզին բերել, էս մեր հայտնի օլիգարխը իր հայտնի վարչապետի հետ, տենց տնտեսական հայտնագործություն արեց։